2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվեց ոչ միայն քաղաքական բանավեճերով ու նախընտրական խոստումներով, այլև ապատեղեկատվության, մանիպուլյատիվ բովանդակության եւ արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի տարածմամբ։ Թեման երկխոսության մեդիակենտրոնում ոլորտի ներկայացուցիչների քննարկման առանցքում էր։ Ապատեղեկատվությունն այսօր պարզապես կեղծ տեղեկատվություն տարածելու մասին չէ, այն կարող է ձևավորել հանրային օրակարգ, խորացնել հասարակական բևեռացումը եւ ազդել ընտրողի ընկալումների ու որոշումների վրա։ Իսկապես այս խորհրդարանական ընտրությունները իրենց քարոզարշավով առանձնահատուկ են եւ ես կասեի, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենակեղտուտը։ Ապատեղեկատվության ծավալների աճին զուգահեռ փոխվում են նաև դրան հակազդելու մեթոդները։ Եթե նախկինում կեղծ տեղեկությունը տարածելու համար անհրաժեշտ էին որոշակի մեդիա ռեսուրսներ, ապա այսօր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նման բովանդակություն ստեղծել ու տարածել հաշված րոպեների ընթացքում։ Աղվա լրագրողը առաջամարտի կլինելու է նա, ով ոչ թե ավելի արագ նյութ է գրում, այլ ավելի արագ կարող է ստուգել։ Եվ այդ ստուգելու կարողությունների զարգացումը երևի ամենամեծ մարտահրավերն է այսօրվա լրագրության համար։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հատկապես նկատելի էր արհեստական բանականության գործիքների կիրառումը։ Դիփֆեյքեր, գեներացված ձայնագրություններ ու տեսանյութեր դրանց մի մասն այնքան համոզիչ էր, որ կեղծը իրականից տարբերելը հեշտ չէր անգամ լրագրողների եւ ոլորտի մասնագետների համար։ Բաց տեղեկատվական հոսքերով հասարակության մեջ շատ ավելի հեշտ է պայքարել դրանց մեջ, քան թե ասենք Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ չես կարող, որտեղ փակ է եւ բազմակարծություն չկա, հակաճառություն չկա, ստուգումների ինչ որ մի բան գործուն մեխանիզմ չկա, որը կարողանա համեմատվել նույնիսկ Հայաստանում ստեղծված ստուգման այդ հարթակների հետ 5-6 կազմակերպություն փաստորեն զբաղվում է մեզանում դրանով։ Սակայն ապատեղեկատվության ազդեցությունը միայն դրա արագ տարածմամբ չի սահմանափակվում։ Կեղծ տեղեկությունը հաճախ ավելի արագ է հասնում լսարանին, քան դրա հերքումը։ Առավել վտանգավոր են այն դեպքերը, երբ մանիպուլյացիան կառուցվում է իրական փաստերի ու կեղծ պնդումների համադրությամբ։ Այդ դեպքում ամբողջովին կեղծ տեղեկության փոխարեն հանրությանը մատուցվում է կիսաճշմարտություն, որն ավելի դժվար է ճանաչել։ Ապատեղեկատվության հետ կապված ուղղակի կուզենայի մեր հանրությանը եւս մեկ անգամ կոչ անել մեդիագրագիտությունը դա ժամանակակից մարդու համար ուղղակի անհրաժեշտ հասկացություն է եւ երևույթ եւ եթե դուք չեք ուզում ամեն օր մոլորված մնալ, ապա առնվազն վերապահումով մոտեցեք ցանկացած ինֆորմացիայի։ Փաստերի ստուգումը շարունակում է մնալ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր հակակշիռ, սակայն խնդիրն այստեղ եւս միայն արագ արձագանքելը չէ։ Փաստերի ստուգման հրապարակումը միշտ չէ, որ հասնում է այն նույն լսարանին, որին հասել է սկզբնական կեղծ տեղեկատվությունը։ Իսկ ապատեղեկատվության տարածման համար նպաստավոր միջավայրի մեկ այլ խնդիր ըստ Լևոն Բարսեղյանի լրատվական դաշտում առկա ֆինանսական անհավասարությունն է։ Նրա խոսքով բարեխիղճ լրատվամիջոցները հաճախ մրցում են ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող պատվերով կամ մանիպուլյատիվ բովանդակություն արտադրող հարթակների հետ։ Ինչքան էլ այս բարեխիղճների խումբը բարեխիղճ աշխատի, միջին վիճակագրական սպառողը 10 լուրից 1-2 լուր է ռաստ գալու բարեխիղճ եւ 7 լուրի պատահելու է լուր, որն է նյութի, ասենք, լուր չէ, որոնք արտադրել են այսպես ասած անբարեխիղճները, աղբ են արտադրել, որը լցվել է ընդհանուր ուրեմն լրատվական հոսքերի մեջ եւ դու մի ասա ամենաչեզոք սպառողին 3-4-5 անգամ ավելի շատ է ռաստ գալիս այդ նյութը, քան թե բարեխիղճ նյութերը։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե արդյոք խնդրի լուծումը պետք է փնտրել նոր սահմանափակումների եւ օրենսդրական խստացումների մեջ։ Մասնագետների մի մասը շեշտեց, խոսքի ազատության սահմանափակումը կարող է նոր խնդիրներ ստեղծել, իսկ ավելի արդյունավետ հակակշիռը որակյալ եւ անկախ մեդիայի զարգացումն ու հանրության մեդիագրագիտության բարձրացումն է։ Սա կանխելու միակ ձևը որակյալ մեդիա արտադրանք ստեղծելն է, որակյալ մեդիա կոնտենտ ստեղծելն է, որակյալ լրատվամիջոցներ զարգացնելն է։ Ընտրություններն ավարտվել են, սակայն տեղեկատվական պայքարը ոչ, ապատեղեկատվությունը շարունակում է մնալ հանրային օրակարգի ձևավորման գործիք, իսկ առաջիկա տեղական ընտրությունները նոր փորձություն կարող են դառնալ թե քաղաքական ուժերի, թե լրատվամիջոցների եւ թե քաղաքացիների համար։ Այս պայմաններում տեղեկատվությունը ոչ միայն ստանալը, այլև դրա աղբյուրը, նպատակը եւ հավաստիությունը ստուգելը դառնում է ընտրողի կարևորագույն գործիքներից մեկը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։